Դեռ ավարտել ենք մնացել է ելույթների փուլը։ Ելույթների փուլը ավարտվելու է բավականին սեղմ ժամկետում կամ կարող սահմանափակենք տեսնենք ոնց է ինչա, բայց չի կարող հիմա շարունակվել։ Չէ, պարոն Մեսրոպյան, չի կարող, սա հիմա ձևական չեմ ասում։ Ես հասկանում եմ ձեր ծանրաբեռնվածությունը, օբյեկտիվորեն չի կարող համարվել ողջամիտ գործընթաց, որ 8 ժամից ավել այսքան մարդ գտնվի մի սենյակում եւ շարունակի այս գործընթացը առանց ռեալ մի քանի ժամանոց ընդմիջման։ 8 ժամվա ընթացքում ունեցել ենք մի քանի ընդմիջում, այս ընդմիջման ընթացքում մի փոքր կարողացել եմ թեթև, ես իմն եմ ասում, մնացածը թող գնահատեմ, մի թեթև սնվել, որովհետև խնդրել եմ մոտեցրել եմ փոքր բան, սենդվիչ այսպես ասած, հիմա ես կրկնում եմ, չի կարող նիստը շարունակվել, ու սա ձևական չեմ ասում, հանձնաժողովի անդամներին էլ է հորդորոշ, չի կարող նիստը շարունակվել։ Որոշում ենք եւ նիստը։ Պարոն Մեսրոպյան, որոշում ընդունեք, գնանք ավարտենք էլ հետեւաբար։ Օրենսդրության խախտում կլինի, որ շարունակենք աշխատանքային օրենսգիրքը սահմանում է որ մեջ բերեք կոնկրետ կետ օրենսգրքի 146-րդ հոդված արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը հետևյալն է 2 օրվա մեջ իրար հետ 4 ժամից ավել արտաժամյա աշխատանք չի կարող լինել։ Այսօր մենակ արդեն 6 ժամ արել ենք արտաժամ։ Այսօր արդեն միայն արել ենք միայն 6 ժամից ավել։ Դառնում է հարկադիր աշխատանք, որը արգելված է։ Տեսչական մարմինը աշխատանքի շատ հանգիստ կարող է մեզ տուգանել։ Ձեզ տուգանել, որ ձեր աշխատակազմի աշխատողները այսօր արտաժամյա նստած են։ Ասեմ ավելին, արտաժամյա աշխատանքի հիմքեր էլ չկա, իրանք կամավոր են ենթադրվում այստեղ նստած, բայց գրավոր իրանք համաձայնությունը չեն տվել, որ նիստերի վարման կարգը որևէ սահմանափակում չի ներառում իր մեջ, եւ ես նիստերի վարման կարգից ելնելով կարող եմ շարունակել նիստը։ Պարոն Մեսրոպյան, նորից եմ ասում, մենք եթե շտաբում ենք ինչ-որ տեղ ուզում ենք որոշում կայացնել, մենք չմասնակցենք այս process-ին, որոշեք, որ զրկվածը ավարտենք։ Էլ եմ ասում, շարունակում ենք երկուշաբթի օրը, առավոտից սահմանեք օրակարգ, ժամանակներ, ողջամիտ ժամկետ տվեք բոլոր կողմերին, ելույթները ավարտենք, գնացեք որոշում կայացրեք։ Նաև հանձնաժողովի անդամներին տրաֆիկինգի մի ենթարկեք։ Որևէ մեկը տրաֆիկինգի չի ենթարկում, նստեք, խնդրում եմ պարոն Օղբելյան։ Ես 2 րոպե կաղնեմ կնստեմ։ Հա, շատ լավ, եթե օգնել եք։ Ուրեմն հայտարարում եմ 10 րոպե ընդմիջում կվերադառնանք կորոշենք ինչ ենք անում։